Աննորի օրդվի ողքույն սրպամեն, այրմեր որերգենս ես, սուրպ եյցանուն կո, եղես արկայություն կո, երեցին գամ կո, որպես երգենս եվերգրի, սարց մեր հանաբազորդ, դուր մեզ այսօր, և տոհամես վարդիս մեր, որպես և մեկ տոնք մրած պարդաբանած, և միդաներս մեզի պորցություն, ապրգյազ մեզ ճարե, զիքո արկայություն, և զորություն և պարկավիդյանս ամեն. Ողջույն քեզ Մարիամ, լիշնորոք Տերն քեզ, օրհնյալ ես դու եղանայս, եւ օրհնյալ է բդով, որով այնի քո Հիսուս, սրբի Մարիամ, Մայր Աստծո, բարեխոսի ավասը մեր մեղավորածս այժմ եւ ժամու մահվաններո, ամեն. Բարքոր եւ օրդվո եւ ողջույն սրբո, այժմ շիվավիտյան սարդինից, ամեն. Տակույի մասության աղոթի ավասներ. Այսօր Ռադիո Մարիամն էի եւ հարցերի պատասխան էի տալիս եւ բոլոր հարցերը այսօրվա Վերոնիկայի կողմեն էին եւ մոտավորապես 45 րոպե այդ հարցերին պատասխանեցի բավական օգնեցուցիչ էր. Ինչևէ վաղը Լիլիթեն կխնդրեմ, որ անիկա տնեմ մեր էջին վրա, եթե, այսինքն կարևոր բան չի գա, ընդհանուր հարցումներ են, որ Վերոնիկան տալիս է, իրականության մեջ է սրանք իր հարցումները չեն, այլ այդ երիտասարդները, որոնց հետ ինքը շփման մեջ է, նրանք են, որ այդ հարցերը տալիս են, եւ ինքը ներկայացնում է Ռադիո Մարիամին. Ինչևէ. Okay. Երեք գարինեն ինձի բավական քրություն ուղարկած էր երկու դարբեր նյութերի վերաբերյալ. Մեկ հատը Ավետարանի երանությունների մասին, որ կարդում ենք Մատթեոսի Ավետարանի 5-րդ գլխի սկիզբը եւ ինքը բացատրում է, որ ինչպես տարբեր տեղերեն հավաքած է, տարբեր մեկնաբանություններ եւ անոնք որ ինձ ներկայացնում են. Երբ որ մտածում եմ ես այդ իրանությունների մասին մեկ բան գիտեմ, որ 2000 տարվա մեջ շատ մարդիկ շատ դարբեր ծևերով այդ ամենը մեկնաբանեցին, սովորեցրին եւ որևէ մեկը չի կարող ասել, որ սա է ինչ որ Հիսուս ցանկանում էր ասել, այլ մեզանից յուրաքանչյուրը, երբ որ մենք կարդում ենք եւ նաեւ երբ որ կարդում ենք ուրիշների մեկնաբանությունը, սա իրենց այդ ժամանակվա մտածելակերպն է, այդ ժամանակն է, որ Սուրբ Հոգին իրենց ներշնչում է եւ կարող ենք կարդալ, կարող ենք ընդունել կամ չընդունել եւ շարունակել մեր կյանքը եւ մեզանից յուրաքանչյուրը երբ որ կարդա այդ ամենը, այսինքն իրանությունները, եթե ամեն տարի չի կարդանք, անկիրք չսովորենք եւ 4-5 տարին անգամ մգարտանք, պիտի տեսնենք, որ ամեն անգամ նոր մեկնաբանություն պիտի ունենանք մենք հոնդեղը, որովհետեւ սա մեր մեջը մի աճ լինում է, մենք նույնը չենք մնում, մեր գարիկները նույնը չեն մնում, այնպես որ նոր Սուրբ Հոգին մեզի նոր անգույնեն ցույց է տալիս նույն բաները, որ մենք կարդացինք. Սրա համար է, որ
այսօր ես 70 տարի են ավելի է, որ Աստվածաշունչը մանավանդ ավետարանները ամեն օր կարդում եմ եւ միշտ նորություն կա այդ ամենին մեջը այնքան բաներ որ կզարմանամ ինչու չտեսա 10 տարի առաջ չտեսա որովհետեւ 10 տարի առաջ ես ուրիշ բանի գարիք ունեի 50 տարի առաջ ես ուրիշ բանի գարիք ունեի եւ միշտ ցանկացել եմ կարդալ ուրիշների մեկնաբանությունը եւ նաեւ մեկ ես եւս մտածել եմ ես եւս գրել եմ այս ամենի մասին եւ սա կարեւոր մի բան է որ մենք միշտ մտածենք եւ գիտենանք որ որքան կմտածենք այնքան ավելի բան կա տեսնելու լսելու եւ ինչու՞ չէ լավ կլինի որ մեկ ուրիշների հետ գիսվենք մեր տեսակետը եւ նաեւ ուրիշներին հարցնենք եւ սա է մի բան որ ես միշտ կաճառերում եմ եւ ասում եմ որ պետք է խոսիկ որովհետեւ երբ որ ես խոսում եմ ես ինձ լսում եմ Siz me voie mega. Ima ասենք որ ինչ որ գարինեն ինձ ուղարկել է երեք անոր մեջը հակին աներգա որ շինշանագե որ ես անպայման ամամիտ պիտի լինեմ բայց հակին աներգա որ ես լսում եմ այդ ամենի մեջը որովհետև ինչ որ լինում է սուրբոքին է որ խոսում է եւ մենք պետք է անշուշտ հատուկ կերպով լսենք սուրբոքուն Երկրորդ բանը, որի մասին Կարինեն գրած էր, դա էլ այդ քեդը Եզեկիել մարգարի գրության մեջը, այդ քեդը, որ տաճարից բխում է եւ երթալով ավելի խորունգ է սկիզբը շատ քիչ է, բայց հետո անունարին է անցնել, որտեղ շատ խորն է։ Ինչ է այդ քեդը, ինչի մասին է խոսվում։ Ամենաառաջ ասեմ, որ սա մեզ դանում է Ծննդոց գիրք եւ Ծննդոց գիրքի մեջ մենք կարդում ենք Եթեմի մասին։ Եվ գանցիկ ովքեր աշխատում են Եթեմը դարձել, որ մի վայր է, աշխարհագրական մի վայր է, բայց սխալ է, այդ ձևով մտածելը սխալ է։ Ամենաառաջ տեսնում ենք, որ շատ գրություններ կան, շատ առասպելներ կան, որ նույն ժամանակ, որ Աստվածաշունչը գրված է, առասպելներ կան, եւ շատ ավելի հին առասպելներ, որոնք խոսում են, որ ամբողջ աշխարհի սկիզբը մի քեդ կար, եւ այդ քեդը չորսի բաժանվում էր, եւ այդ է, որ ամեն դա կյանք տարածում էր։ Սա առասպել է, բայց ինչ որ մենք տեսնում ենք Աստվածաշունչի մեջ, Ծննդոց գրքի մեջ, սա առասպելի պես չպիտի նայենք, այլ պիտի տեսնենք, որ խորհրդավոր կերպով մեզ պատրաստում է, որովհետև նույն Սուրբ Հոգին է, որ հեղինակն է, եւ այդ Եթեմական Բարդեզի պապանը քրությունը եւ այդ քեդերը եւ նաեւ ինչ որ Եզեկիելը գրած է եւ ինչ որ Հովհաննես Արաքյալը գրած է ավետարանի մեջը, այդ ամենը նույն Սուրբ Հոգին է եւ Սուրբ Հոգին մեզ այդ ամենը ներկայացնում է որոշ մի կերպ եւ այդ ամենը ինչպես է
կապված է եւ նույն ժամանակ Սուրբ Հոգու հետ եւ նույն ժամանակ կապված է Հիսուսի կողից բխած ճուրը եւ արյունը եւ նաեւ այդ ճուր եւ արյունը մեզ նաեւ հիշեցնում են դաջարը, որովհետեւ դաջարին մեջը հակին անասուններ պիտի մորթվեին եւ այդ անասունների արյունը հոսում էր ուրեմն հոնդերը միևնույն ժամանակ հոսում էր այդ անասունների արյունը ինչպես նաեւ մակրության այդ ծիսական մակրությունը որ անպայման դերի պետք է ունենար եւ ճուրը պիտի տապվեր եւ սա եւս հորթում է դաջարից որովհետեւ հոնե որ այդ բոլոր զոհերը մատուցվում են հիմա տարբեր բաներ ասում եմ բայց ասում ամենը իրար հետ պիտի աշխատենք գաբել երբ որ մտածենք Երուսաղեմի մասին Երուսաղեմը բավական բարձր է եւ այդ բարձրության վրա ճուր չի գա այսինքն ճուրը սածս աղբյուր չի գա իրենց ճուրը հոնդերը հովիդ է որովհետև Երուսաղեմը այդպիսի ցևով կառուցված է երեք կողմերը հովիդ է եւ դրա համար Երուսաղեմը շատ պաշտպանված էր հեշտ չէր արձակվել եւ բանել կարողանալ հաղթել ուրեմն ճուր գար վարը որ ճուր գար այդ ճուրը պետք է վեր բերեին տարվա ընթացքում կամ տարիների ընթացքում այդ ճուրը հեշտ էր բայց երբ որ տշնամին հարձակում էր այդ ժամանակ իրենք հոնդերը բաշարում էին այդ ճուրը եւ Երուսաղեմի ժողովուրդը չէր գնալ այդ ճուրը ունենալ Հեզեկիա թագավորը մի թունել փորեց թունելը այդ ճուրը քաղաքին դագը բերավ եւ վերեն ցագեցին մինչև հոնվարը եւ սապորներով կարող էին այդ ճուրը վեր բարձրացնել նույնիսկ որ բանը բաշարված էր եւ իրականության մեջ հոնդերը Հեզեկիային առաջ Դավիթի թագավորության առաջ իրենք այդ բացությունը ունեին եւ Դավիթը ինքը այդ ծևով է որ կարողացավ Երուսաղեմը բանկրավել երբ որ Դավիթը Եբրոնի հрьяաների թագավոր եղավ ինքը Հեբրոն քաղաքի մեջն է ապրում էր 7 տարի հոնդերը մնաց ինքը եւ հետո կարողացավ գալ եւ Երուսաղեմը գրավել եւ որովհետեւ մյուս բոլոր փողամասերը բաժանված էին դարբեր մարդկանց անոնց ոչ մեկը հնարավոր չէր առնել որպես մայրաքաղաք երբ որ Դավիթ ինքը իր ուժով կարողացավ գրավել Երուսաղեմը եղավ իր քաղաքը եւ կարողացավ այդ քաղաքը ներկայացնել որպես բոլոր Հրեաստանի մայրաքաղաքը ասենք ամենը Աստծո ծրագրին մեջն են որովհետեւ Աստված կուզեր որ այդ Երուսաղեմի մեջը դաջար շինվի եւ այդ Երուսաղեմը
նույն Երուսաղեմն է, նույն քաղաքն է, նույն քաղաք չէ, նույն վայրն է, ուր Աբրահամը տարեր առաջ եկած էր իր որդին զոհելու այդ բարձունքի վրա։ Ամեն ինչ իրար հետ կապված է։ Եվ սա է, որ դարիների ուսումնասիրության գարիկը ստեղծում է, որպեսզի ոչ թե մեկ մասը կամ երկուսը, այլ մեծ մասը կարողանաս իրար հետ կապել։ Ուրեմն ինքը եկավ եւ քաղաքը գրավեց, թողնեմ ես հիմա այդ պատկերը եւ կանք Հիսուսի ժամանակ։ Հիսուսի ժամանակ հрьяաներուն համար ամենամեծ դոնը եւ գասեին, որ եթե այդ դոնը չես տեսեր, ուրախությունը ինչ է չես գիտեր։ Այդ դոնը ճուրի եւ լույսի դոն է։ Նաեւ ճուր, որ կյանք է, լույսը, որ Քրիստոս ինքն է լույսը, ինքն է կյանքը, այս ամենը իրար հետ կապված բաներ են։ Ուրեմն Հիսուսի ժամանակ կարդում ենք, որ Հիսուս այդ դոնի առիթով աղաղակում է եւ ասում է, որ եթե ճուր կուզեք, կյանքի ճուր եկեք, անոնք որ ինձ հավատան, իրենց միջից աղբյուրներ, քեդեր պիտի բխին։ Իրենք 7 օր շատ հատուկ կերպով դոնում էին, գիշերները չափազանց շատ լույսեր կար եւ ճուր քահանաները, քահանայապետը ճուր բերում էին այդ Երուսաղեմի այդ աղբյուրից եւ ճուր ահագին թափում էին, ուրախանում էին, չափազանց մեծ ուրախություն այդ ամենը մանավանդ որ սա լինում էր աշնան վերջավորության դեռ նոր անձրևը չի եկած եւ հին ճյուրերի վրա է որ իրենք վստահում են եւ կարող են այդ ճյուրը ունենան, որովհետեւ դագը աղբյուր է, վերը ճյուր չի գա, ճյուր չի գա ասելը շիտակ չէ, որովհետեւ քաղաքին մեջը, այո, ճյուրը շատ քիչ էր, բան Դավիթի օրով։ Սողոմոնի օրով է, որ փոխվում է մի քիչ, որովհետեւ Սողոմոն կարողանում է ճամփա շինել, ճյուրի ճամփա շինել Հեբրոնեն մինչև Երուսաղեմ։ Հեբրոնը բարձր էր, բայց ինքը կարողանում է այդպես անել, որ այդ բարձունքեն ճյուրը, որ իջնում է եւ ետ ելնում է, կարողանում է այդ ճյուրը բավական մեծ քանակով հասնել Երուսաղեմ, որպես Երուսաղեմի ժողովուրդը կարողանա այդ ճյուր ունենալ ամբողջ տարին։ Հիսուս ուրեմն եւ վերադառնանք Հիսուսի ժամանակին, Հիսուս ասում է, որ ճյուրը ինքն է, որովհետեւ ինքն է դաճարը։ Հիմա, երբ որ ինքը ասում է, որ ինքը դաճար է, ժողովուրդը ինչ իրեն մտքի մեջ ինչ գալիս է։ Եզեկիել մարգարեն, որ Եզեկիել մարգարեն դեսիրք ունենում է եւ տեսնում է, որ դաճարից ճյուր դուրս գալիս է, մեծ քանակով ճյուր գալիս է եւ ուր որ այդ ճյուրը գնում է, ճյուրը բդղապեր է, շատ ցուկ կա հոն այդ ճյուրին մեջը եւ նաեւ ծառերը 12 ամիս բդուղ տալիս են, 12 անգամ տալիս են բդուղը եւ այդ ճյուրը իջնում է դեպի մերյալցով։ Դաճարը ինչ է։ Դաճարը
Յանքի ճուրի աղբյուրն է։ Մերյալ ծովը մեռած է, յանք չի գա։ Մերյալ ծովը մեր մարդու զգացությունն է։ Մյուս կողմը տաճարը Հիսուսին կն է։ Եվ այս ամենը որքան որ խոսիմ մեծ բան մեծ սեու չի գնացել վրան ազդել, մինչև որ դուք չի նստիկ եւ չուսումնասիրեք եւ չմտածեք այս ամենի մասին։ Եվ ամենակարևորը այդ մտածելն է։ Մտածել, աղոթելով մտածել, մտածական անել։ Եվ տեսնել թե Սուրբ Հոգին ինչ կխոսի ձեր սրտերի մեջ է։ Այդ ճուրը, որ գալիս է, եւ արյունը, որ տաճարեն դուրս գալիս է նաեւ, այդ ամենը Հիսուսի կողից գալիս է, որովհետեւ այդ նպատակը, որ այդ անասունները մորթում էին, նպատակը անոնք ամենը մորթում էին եւ զոհ մատուցում էին մեղքերի քավության համար։ Հիմա մեղքերի քավությունը մեզ գալիս է Հիսուսի կողից։ Այդ ճուրը, որ փոխում է Հիսուսի կողից, այդ ճուրը եւ արյունը, սա է որ մեզ մաքրում է։ Մեգոմեն մաքրությունը, ճուրի մաքրությունը, միշտ կամեն արյունը, որ հադուցում է մեր մեղքերի համար։ Երկու երեք րոպե լռեմ, եթե պամոնիկ ասեք, եւ նույն ժամանակ մտածեք իմ ասածների մասին։ Եթե ավելի բացատրություն կուզեք որևէ մի մասին, ասեք։ Ծումունեք։ Շնորհակալություն Վարդապետ ջան։ Ապշելու անհուն բան է։ Անզետեղելի մեր մտքերի ու սրտերի մեջ։ Որից բացելու մանրամասն կարդալ է պետք ժամանակը, չգիտեմ, կների, որ այդքանը այդքան խորքային։ Եթե ուրիշների մեկնությունները չկարդանք, մենք առանց մեկնությունների բանել չենք հասկանա Վարդապետ։ Անշուշտ ամեն տեսակ մեկնությունների պետք ունենք, մեկնաբանությունների պետք ունենք անշուշտ։ Բայց եւ այնպես կարևոր կետը հոն է, որ սխալ բաներ շատ կան։ Վարդապետ, Ղուկասի ավետարանի վերջում Քրիստոսը մինչև համբարձումը ասում է. այսպես պետք է չարչարվեր Քրիստոս, հարություն առներ մերելներից երրորդ օրը։ Ասում է գրված է, որ պետք է հարություն առներ երրորդ օրը։ Հին Կտակարանում
որ Սուրբ Կույսից պետք է հղանա գրված է, չարչարանքների մասին մանրամասն գրված է, իսկ նրա հարության մասին որտեղ է գրված, այդպես որ ասենք փայլուն ու վառ Երևան, Քրիստոսը բերում է Հովնանի, հա, մարգարեություն, բանը, որ 3 օր պետք է ձգի մեջ մնա, դա Քրիստոսն է ասում, իսկ հին կտակարանում, որ մարգարեների միջով է գրված, որ Քրիստոսը պետք է հարություն առնի 3-րդ օրը։ ու մեջ ապեսիմ այն միտքս, որ կալիս է, բան, սամոսներուն մեջն է, և սամոսներուն մեջը բան կրված է, որ ասված չպիտի թողնի, որ իր օծյալին մարմինը պտի, և սա նաև նոր կտակարանին մեջը ասոր բան մասին խոսում է եբրայեցիների ուղված նամակին մեջը և հոնդեղը կրողը, եբրայեցիներուն նամակը կրողը ասում է, որ որոշ մարդիկ բաներին, որ սա կարող է Դավիթի մասին, բայց մենք գիտենք, որ Դավիթը թաղված է և գիտենք իր նաջույնները ուր են։ Ուրեմն ասված ոչ թե Դավիթի մասին խոսում է այդ սամոսին միջոցով, այլ իր օծյալի մասին, Հիսուսի մասին։ Եվ Հիսուս նաև Ղուկասի ավետարանի մեջ ասում է, որ ինչպես որ Հովնան 3 օր ցուգին մեջը մնաց, մարդը որտինալ 3 օր պապան գերզման բի մնա։ Ղուկաս ասում է, Մատթեոսը նույն ձևով բան չի բացատրում, Մատթեոսը ավելի ասում է, որ ինչպես շփոթվում է Մատթեոսի և Ղուկասը, երկին մեկը ասում են, որ ինչպես որ Հովնանը 3 օր մնաց ցուգին մեջը, մարդու օրինալ պիտի մնա 3 օր հողին մեջը, գերզմանի մեջ, իսկ Մույսին մեջը գրված է, որ Հիսուս նշանն է, Հիսուս նշան պիտի լինի, որովհետև ինքը եկավ և կարոզեց և մարդիկ Նինվեի մարդիկը ապաշխարեցին, երբ որ Հովնանը եկավ, բայց անվասիկ Հովնանը ավելի մեծը կա հոստեղը և իր կարոզը խոսքը չեկուզել լսել։ Ուրեմն, որովհետև այդպեսի չբազանց նույն բարձությամբ չի գա, ինչ որ Եսայի չարչարանքները։ Ուղղակի հետաքրքիր է, թե ինչպես է, որ ես Սամոսի մասին հարցում տվել է ինտերնետից ու դուրս էր բերել, բայց ինչպես է, որ այդ մեծ մարգարեները այդքան գրելով Քրիստոսի չարչարանքների մասին, վերջում իր հարության մասին չի բացահայտ, չեն ցույց տվել։ Ինչու՞ չէ, Եսայի 53 հոնալ, բավական գեղեցիկ վկայություն ունենք։ Հարության մասին կա վկայություն այնտեղ։ Անշուշտ։ Ուրեմն բացել նորից կարդալ է պետք։ Շնորհակալություն Վարդան։ Բայց չի ասում, որ այդ իմաստով ինչպես ասեմ, ես բավական գրել եմ Եսայի 53-ի մասին, ուրեմն ասում է, որ որովհետև ինքը նվիրեց իր ամբողջ անձը և սա և անոր պատճառով ինքը հաղթանակի ավարը պիտի ունենա։ Հաղթանակի ավար ինչպես մենա, եթե մերավ վերջացավ։
պիտի ապրի, անպայման պիտի ապրի, անպայման պիտի շարունակի։ Վարդապետ ջան, բանալ կարդալ է պետք ավելի, որպեսզի հստակ լինի։ Շնորհակալություն։ Եղավ։ Okay, ուրիշ հարցում։ Վերոնիկա, հարցում չունիս։ Չէ, հայր Անտոն, մտածեի կը, բայց մտքից չի գալու։ Վարդապետ ջան, դուք են Քավարանի քարոզը ասեցիք, որ կդնեք, երևի մոռացաք, որ ռադիո Մարիամից էիք ասել, ասեցիք կդնեմ այդ Քավարանի մասին հարցը պատասխանը։ Ես նորեն լսեցի եւ դեսա որ մեջը թերություններ կան, հիմա նորը կրում եմ եւ այսօր նորեն ռադիոյեն բաների որ անպայման պետք է Քավարանի մասին ակին բան խոսիմ ռադիոյեն եւ որ խոսիմ անպայման գտնեմ ցեզի հայագբայ վաղը ժամադրված եմ դիտել սրբազանին մի դանդիվիմ եւ սրբազանին դիտեմ որ միայն երկու հոգի եք որ միանում եք նայեմ ինչ կսե նայենք Okay, մի քիչ եւս հիմա շարունակեմ ուրեմն աշխատելով կապել այդ բոլորը միասին Եթեմական բարդեզի մեջը այդ ճուրը իրապես բլղապեր է բոլոր աշխարհքին դալիս է եւ նաեւ հոնդեղը ասացաշունչը մեզ հրավիրում է դեսնել այդ համերաշխությունը որ կա մարդուս եւ աստծո միջեւ որբեսի դա լինի ուրեմն մեղքեն հետո աստված մարդուն ասում է ճակդի կրդինքով պիտի աշխատիս եւ հողը քեզի տադասկ պիտի արդատրել կրդինքով պիտի կարողանաս քո հաճը ջարել առանց բանի պեսեմ եթե մեղք չլիներ ամբողջովին դարբեր պիտի լիներ ամբողջովին շատ ավելի հեշտ պիտի լիներ մարդուս աշխատանքը եւ ճուրը կենտանի ճուր որ ամեն դա ջրում է ուրեմն հոնդեղը տեսնում ենք ճուրի եւ նաեւ ճուրի կարևորությունը տեսնում ենք ամբողջ ասացաշունչի մեջ է ծայր ճուրը միևնույն ժամանակ ցանկի աղբյուր ճուրը նաեւ գործանարար նոյնաբեդի ժամանակ գործանարար Եգիպտոսի ժամանակ բայց հոն գործանարար է տեշնամիներին բայց ցանկ դա բան ապահովում է հрьяաներին աստծո ընկերներին ուրեմն նաև այդ ցանկ դալը ճուրի ցանկ դալը նաև մեզ համար գաբում ենք մենք մգրտության հետ մգրտությունը որ նոր ցանկ է դալիս նոր որ թեկրություն մեզ տալիս է նոր ծնունդ տալիս է եւ այդ մգրտության միջոցով այդ ճուրի եւ հոգու միջոցով մենք
լինում ենք մի բան, որ չէինք, այսինքն Աստծո զավակներ, այդ ճուրը, որ հիմա երբ որ խոսում ենք ճուրի մասին, նկատենք ճուրը միևնույն ժամանակ, եթե մագան բարդեզի ճուրը, բան ջրեղեղի ճուրը, Եգիպտոսի ճուրը, բան նաև բանի ճուրը, անաբադին մեջ այդ 40 տարիները, որ Աստված իրենց ճուր տվեց, որ կարողանան կյանք ունենալ, ուրեմն այդ ամենը կյանքի ճուր եւ որ հակին քեղեցիկ չափազանց քեղեցիկ ձևով այդ ամենը տեսնում ենք բան դաջարին մեջը եւ դաջարը լինում է այդ ուր որ այդ ճուրը կա եւ հոնդերեն է որ ճուրը դրվում է մեզ կտեսնեք այս բոլորը կարողանանք մեր մտքին մեջը միացնել եւ հասկանալ որ երբ որ խոսում ենք մենք մգրտության մասին նոր կյանքի մասին Աստված այդ ամենը տված է որ մեզ պատրաստ է որ հասկանանք նոր կյանքը ինչ է նաև եկեղեցին լինի դա մեր հայկական ծեսին մեջը լինի դա լատինական ծեսին մեջը մենք եւ ծնունդի ջրակալույցին եւ սատկվա ջրակալույցին մենք կարդում ենք այդ ճուրերի պատմությունը սա բան երեկոյան բան ժամերկության ժամանակն է որ այս ամենը նորեն եւ նորեն գարտացվում է որովհետեւ ավելի լավ հասկանանք այդ նոր կյանքը ճուրի միջոցով մեզ տրված նոր կյանքը ճուր եւ հոգի որովհետեւ դաջարին այդ ճուրը որ բխում է բարձ ճուր չէ սուրբ հոգին է որ ուրեմն հոնդեր ունենք մենք եւ ճուրը եւ հոգին եւ արյունը այդ ամենը դաջարի ճուրին մեջը այդ ամենը տեսնում ենք եւ տեսնում ենք չափազանց քեղեցիկ ձևով ներկայացված եւ մեզ մենք հրավիրված ենք այդ ամենը հասկանալ ինչ որ Հովհաննես Ավետարանիչն ասում է միայն ճուրով չէ ճուրով եւ հոգով եւ արյունով Այսա երեքը միասին է որ լինում են մգրտության նոր կյանք դվողը այդ ամենը ճուրը հոգին եւ արյունը այդ ամենը հատուկ կերպով մեզ ներկայացվում է որպես սուրբ հոգին ինքն է որ կյանք տալիս է կյանքը իր առաջ է գալիս Ուրեմն մենք ընդունում ենք կյանքը սուրբ հոգու միջոցով մեր մգրտությամբ եւ այդ կյանքը աճ կունենա մեր մեջը որքան ժամանակ որ մենք մեղքեն հերոյ ենք մնում այդ աճը ավելի եւ ավելի մեր մեջը իրականանում է եւ մեծանում է Անշուշտ մեղքը գործանում է այդ կյանքը եւ այդ կյանքը անշուշտ ինչպես ասքի առաջ ասել եմ հավիտենական կյանքն է որ մենք ունենք այս աշխարհից վրա հավիտենական կյանքը որքան ժամանակ որ մենք շնորհքի վիճակի մեջ ենք եւ այդ շնորհքի վիճակի մեջը լինում է մգրտության միջոցով եւ ամեն անգամ որ մենք խոսանքի կերտենք եւ կմակրվենք այդ շնորհքը եթե մենք կորսնցած ենք վերը գտնում ենք իսկ եթե չենք կորսնցած այդ կյանքը մեր մեջը ավելի խորանում է ավելի պատրապեր է լինում խոհ բանը ուրեմն խոսանքի արդյունքը սա է
Նաև սրբարությունը եւս մեզ օգնում է, որպեսզի Հիսուսի կյանքը մեր մեջը ավելի ուժեղանա եւ ավելի աճ ունենա։ Այս ամենի մասին Սուրբ Պողոս բավականին քրացիկ ձևով մեզ քրում է եւ իր մեկնաբանությունները անշուշտ այս ամենի մասին շատ կարեւոր են, բայց միայն ինքը չէ։ Նաեւ Պետրոսն է, երբ որ խոսում է դաջարի մասին եւ նաեւ ներկայացնում է դաջարը որպես Պողոսը ներկայացնում է, որ դաջարը Հիսուսի մարմինն է եւ Հովհաննեսն սրա մասին խոսում է իր հայտնության գրքին մեջը, այո, Հիսուս կենտանի դաջարն է, մենք մարմինի անդամներն ենք, Պետրոս ավելի ուշադրություն դարձնում է, որ մենք կենտանի քարերն ենք այդ դաջարին, որ ուրիշ ցև է, բայց նորեն քրացիկ մի ցևն է, որ մեզ ուզե բացատրել, որ մենք այդ մարմնի անդամներն ենք։ Ինչ կշակի կենտանի քարեր։ Եթե ոչ, մենք կենտանի անդամներն ենք Հիսուսի մարմնին։ Սուրբ Պողոսը նույն ցևով այս ամենը մենք տեսնում ենք դաջարը եւ դաջարեն դուրս եկած բխող ջուրը Սուրբ Հոգին, որ դուրս Սուրբ Հոգին քալիս է մեր վրա, մեր մգրտության դրոշմի ժամանակը եկավ մեր վրա, բայց մեր միջոցով նաեւ Սուրբ Հոգին գնում է դեպի ուրիշներին էլ օգնելու համար։ Շատ բարի, այսօր այսքան։ Եթե հարցեր ունիք, պատասխանեմ։ Շնորհակալություն վարդապետ ջան։ Հոգևոր մեծ աճ տվեցիք։ Ես պատկերացնում եմ, որ պիտի դադարեցնեք այս դասերը, որովհետև շատ քիչ են եւ շատ ձեր վրա մեծ բեր ենք ստացվում, բայց ամեն մեկի շատ մեծ հոգևոր աճ տվեցիք։ Միայն տունես, որ մեկ-երկու հարցում գտած մեկ-երկու բաներ, մյուսները իմացենք, որ սրբույն հանդեղ կամ մարմինեն ոչ հարցում կա, ոչ բան կա, ոչ երեսնիդ կտեսնեմ, ոչ մերունից երես չեմ տեսնել, սա բան չէ, ասեմ, քաչալերող չէ։ Իհարկե, հոգնեցուցիչ է ամել։ Հոգնելը, ես չեմ գիտեր ինչ կնշանակի հոգնած լինել։ Ես չեմ օգնիր։ Ես ժամերով գրնամ խոսի եւ անշուշտ ամեն անգամ որ պիտի խոսի մակին պետք է պատրաստեմ։ Որքան որ գիտեմ, շատ բաներ որ գիտեմ, բայց նաեւ պետք է նայեմ այդ ամենը, որովհետեւ կարևոր կետերը չմոռնամ ներկայացնելու։ Կիրակի օրերը հիմա բան սպիտակ կերտամ բادرակի եւ կիրակի օրը մոնդեա 7-8 րոպե կարոզելու համար ես անցամ ինտերնետի վրա 4 կամ 5 կամ 6 կարոզներ գլսեմ դարբեր մեկնաբանություններ կարդալ են սա բայց անշուշտ ասոր մեջ չափազանց բզիկ մեկ մասն է որ գրնամ ուրիշներին դալ բայց նաեւ ես պետք է սնվեմ Նայք, ասված ինչ կուզեմ, ինչպես կուզեմ, հիմա նաև ուրիշ կործի ալբիդես կսիմ, որ է, արդեն կորձ ունիմ, որ մանգավալդեզեն մինչև 13-րդ դասարանի կրոնակիդության ամբողջ 10 թարգմանում ենք հայերենի,
որ բավականին լայնածավալ գործ մնե 4 հոգի ունին, որ այսօր աշխատում են։ Վարդապետ, իսկ ինչու գրքերի վրա չի գրված, որ ձեր թարգմանությունն է։ Ձեր անունը Նարեկ բարեգործական։ Այո։ Ընդհանրապես չկա ձեր անունը գրած, իսկ դրա Նարեկ բարեգործական։ Որովհետև մեկ անցի գործ չէ։ Քեզ ասում եմ, 4 հոգի աշխատում է, վերջ ես սրբակրում եմ, ինձ մեջ հայրենի սրբակրություն եւս պիտի լինի, այդ 6-7 հոգիներով աշխատանքը ոչ մեկուն անունը չեմ ուզեր հիշենք։ Կարևորը մենք չենք, կարևորը գործն է։ Շնորհակալ ենք, Վարդապետ ջան, ամեն ինչի համար շնորհակալ ենք։ Ինձ համար ձեր անցած ժամին, որ հարց տվեցի, կարծես հատուկ ինձ համար դուք պատասխանեցիք, որտեղ ես չեմ ուզում այդ կատեխիզիսով զբաղվել, որովհետև զգում եմ, որ չկա իմ մեջ այդ ուսուցանելու այդ բանը չունեմ, երեխեքի հետ շփվելու, բայց որ դուք ասեցիք, այդ ավելի շուտ ես հարցը տվեցի, թե ինչի պետք է ինչի Քրիստոսը որ ասում է այն հավետյաց երկիր որ գնում են, չէ, գալիս են, ես ասացի, այնտեղ ասում է պիտի լրիվ հաշվարկեք, իսկ այնտեղ պետք է որ բան է անում, դատապարտում է իրենց։ Դուք ասեցիք այնտեղ Աստված է հորդորում, Աստուծայինին պետք է լսես ու կատարես, Աստծո կամքն է, իսկ այստեղ դու պետք է մտածես այդ տանը բան կառուցելու։ Մտածեցի, որ եթե Աստծո կամքը լինի, թերևս վերցնեմ ու կարողանամ ստացվի։ Չէ, ես իմ վրա որ հույսս տնեմ, վախենամ դուրս չգամ դրա տակից։ Դեսեք, որ ես ընդունեցի կանայությունը, մինչև այսօր ես կնախընտրեմ հազարավոր կիլոմետր ավելի հեռու լինել կան բատարակ մատուցել, կան այս գործը անել, այսինքն ուրիշների համար։ Ես անցամ, ինձ համար չափազանց կարևոր է եւ գեղեցիկ է, որ ասած ինձ տվեց այս հնարավորությունը, որ սովորեմ, որ առաջ երթամ, բայց ես սկիզբեն ասում բանն է, ուրիշներ կան, որ ինձ ավելի լավ գրնան ասկորձ անել, բայց ասես որ չէ, քեզի գուզեմ։ Ես որ ես ջահել է ես, մենք 5 եղբայր ենք, ես կհոտեի, որ այդ 4 եղբայրներս մեկը բանելա, վարդապետելա։ Եվ մի օր Սուրբ Արության արջև աղոտած ժամանակս ներքին մի ցայնը ասեց, եթե վատ բան է, ինչու եղբայրներդ կցանկանաս։ Եթե լավ բան է, ինչու դու քեզ չես ցանկանա։ Ամեն, Հայր Անտոն։ Ուրեմն եւ իմ պատմությունս երկար է եւ որ ես գտնվում էի Ավստրալիա եւ ոնե որ ես ջեմարան կացել եմ, իմ անկլերենս 100% չէր։ Եվ ես հատուկ տասնտացի 23-24 տարեկան էի հատուկ տասնտացի գնացի, որ անկլերենս զորացնեմ։ Բայց երբ որ ես Ավստրալիա գնացի, անկլերենս լավը չէր, ասացի որ ասված եմ, ես չեմ կարծել որ հիմա ինձ մեկ ուզես որ ես վարդապետելամ, որովհետև ասի երկրի լեզուն չեմ գիտեր։ Բայց իսկ իրենց անգլերենը տարբեր է, չէ՞։ Ես անգլիական երկիր չեմ ապրած, ես արաբներու մեջ եմ մեծացել եմ։ Չէ, բայց Ավստրալիայի անգլերենը ուրիշ է, չէ՞, չեմ բանը, քան Ամերիկայինը, քան Բրիտանիայինը տարբեր են երևի, չէ՞։ Դες Հայաստանի եւ Ղարաբաղի հայերենը
կամ Հայաստանի եւ Արևմուտքի հայերենը շատ ավելի դարբեր են իրար մե, քան թե Անկլիա, Ամերիկա եւ Ավստրալիա։ Այդ երեք իրար շատ մոտիկ են։ Բան չեմ, մասնավոր բանը չի գանձե։ Ինչ է վեցը։ Այսինքն մի երբեք չեմ զղջացած վաճառքը զղջամ, որ Աստված ինձ կանչել է եւ ինձ օգնում է։ Հազար շնորհակալություն իրեն, որքան որ կարողացա Բարդականություն չես, սիրով այդ ամենը արել եմ եւ շարունակեմ անել եւ չեմ գիտեր որ ինչ կսպասե ինձի։ Եվ կարևոր չէ, մարդիկ հասկանան, չեն հասկանալ, իմասից ինչեր խոսած են եւ շարունակեն խոսիլ եւ իդե խոսին, հոգս չէ, հոգս չէ։ Միան մեկ բան գսեմ, որ ամեն մարդ իր դիապազոնով գտի դե եւ գտա դե ուրիշը։ Մենք մեր արշինով է որ գճապենք ուրիշները։ Եվ Իսուս սկսեց մի տադեր, որ չի տադվես։ Եղավ, եթե հարցում չի գա, բարի քիշերս եմ։ Բարի քիշեր, Վարդապետ ջան, բարի գիշեր։ բարի քիշեր, Բարի գիշեր, շնորհակալություն շատ։ սիրով։